Սուշնչառական վարակների ակտիվացումը դեռևս չի խաթարել Վանաձորի Մեսրոբ Մաշտոցի անվան թիվ 15 հիմնական դպրոցի կրթական պրոցեսը։ Դպրոց հաճախող 430 աշակերտից բացակայր 39։ Առավոտյան մենք կանգնում ենք մուտքի մոտ, ընդունում ենք բոլոր աշակերտներին, ֆիլտրում ենք, եթե հիվանդ են, տանում ենք բուժկետ, բողոքները լսելով, ջերմությունը չափում ենք ծնողի հետ, դասղեկի հետ, ուղարկում ենք տուն։ Չենք թողնում, որ վարակը տարածվի։ Թուլություն են ունենում, բողոքում են փորացավերից, գլխացավից։ Տարականները ավելի քիչ են գալիս դպրոց, եթե հիվանդ են, ծնողները չեն ուղարկում։ Մեծ տարիքում գալիս են, կա որ 6-րդ, 4-րդ դասարան, 9-րդ դասարան։ Սուշնչառական վարակներն այս շրջանում ակտիվ փուլում են, այն արագ տարածվում է հատկապես մանկապարտեզներում, դպրոցներում, հանրային վայրերում։ Շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչներ, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի ատեսակի վիրուսը։ Սուշնչառական վարակների ակտիվացման պատկեր նկատում են նաև պոլիկլինիկաներում։ Նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա հետ համեմատած այս տարի թվերը ավելի բարձր են։ Պոլիկլինիկայի կտրվածքով դեկտեմբեր ամսվա ընթացքում արձանագրվել են ՍՇՀ հիվանդության ակտիվացման դեպքեր։ Հիմնականում ընդգրկվում են 0-ից 18 տարեկան երեխաները, ավելի շատ 5-ից 14 տարեկան մանկապարտեզ դպրոց հասակի երեխաները։ Այս ընթացքում ունեցել ենք արձանագրված H3N2 գրիպի 1 դեպք, ռինովիրուսային դեպքեր հաստատված, սեզոնային կորոնավիրուսի դեպք եւ 2 COVID-19 դեպք։ Բուժումը կազմակերպել ենք ամբուլատոր, բարդություններ չի եղել բուժման ընթացքում։ Հիվանդության ընթացքը կարող է տևել մի քանի օր։ Հիմնականում ունենում է միջին եւ թեթև ընթացք, սակայն գրանցվել են նաև թոքաբորբի դեպքեր։ Ունեցել ենք նաև թոքաբորբի դեպքեր, իհարկե բուժումը ամբուլատոր է ընթացել, 1-2 դեպք տեղափոխվել են ստացիոնար։ Դեռևս շարունակում է պատվաստանյութերը, դեռևս ուշ չի, որ հաճախ են պատվաստում են նույնիսկ երեխաներին, հղիներին, ցուցված է եւ պարտադիր է քրոնիկ հիվանդությունների։ Ժամանակ են կանում 65 տարեկան բարձր ազգաբնակչությունն է ընդգրկվել, մեր թաղամասում լավ է պատվաստումների վիճակը, նորմալ պատվաստվել են։ Խորհուրդ չեմ տալիս ինքնաբուժությամբ զբաղվել, որովհետեւ գրիպի բարդությունները, այսինքն սուշնչական վարակների բարդությունները շատ ավելի ծանր ընթացքով կարող են գնալ ընդհանուր միջև մահվան դեպքերի։ Հիվանդներին խորհուրդ է տրվում մնալ տանը, հնարավորինս շատ հեղուկներ օգտագործել, հաճախակի օդափոխել փակ տարածքները, պահպանել հազի եւ փռշտալու կանոնները, հագնվել եղանակին համահունչ եւ հետեւել անձնական հիգիենային։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։